Գյումրու համար 41 հիմնական դպրոցում ամփոփվեց «Իմ կյանքը համայնքում» ծրագիրը։ Այն միավորել էր Հայաստանի 27 դպրոցի 80 աշակերտի։ Մեկ շաբաթ նրանք հյուրընկալվել էին տարբեր համայնքներում, ապրել ընտանիքներում, սովորել տեղի դպրոցներում, այցելել պատմամշակութային վայրեր, բացահայտելով համայնքները ներսից։ Ամփոփիչ միջոցառմանը բացված տաղավարներում աշակերտները պատմում են իրենց համայնքների, ավանդույթների, նաև ծրագրից ստացած տպավորությունների մասին։ Մենք ներկայացրել ենք մեծ հայքը, 15 նահանգներով ու յուրաքանչյուր նահանգ պատկերել ենք իր համապատասխան զարդանախշերով գորգերով։ Արագածոտնի տաղավարում ներկայացված է մարզի հարուստ ու բազմազան խոհանոցը։ Քանի որ տարածաշրջանում, հատկապես մեր գյուղում, թե աշտարակում բնակություն են հաստատել տարբեր տարածաշրջանի ժողովուրդներ, թե արցախցիներ, մարտունեցիներ, ախրքելակցիներ, այդ պատճառով ներկայացված են տարբեր տարածաշրջանի ուտեստներ, այստեղ հալվա, ժինգյալով հաց, թթուներ։ Պատմում են, ապրել են Վանանդի հյուրընկալ ընտանիքներում, ամենաշատը տպավորվել են Վանանդի տոլմայով։ Լոռու տաղավարում հյուրերին դիմավորում են թումանյանական ոգով։ Ես Արագածոտնի մարզի գյուղ Ոսկյատից եմ, գնացել եմ Իջևանի Գետահովիտ գյուղ։ Ես շրջել եմ ամբողջ Գետահովիտով եւ Իջևանով, տեսել եմ այնտեղի հիշարժան վայրերը եւ եկեղեցիները։ Ներկայացնելով Եղվարդ համայնքի սովորությունները, Երևան հյուրընկալել ենք Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի 3 տղաներին։ Միջոցառմանը մասնակցում են Կզնակ հիմնադրամի ներկայացուցիչներ, մարզային ու համայնքային կառույցների ղեկավարներ, դպրոցների տնօրեններ, ծնողներ։ Երեխաները տարբեր դպրոցներում լինելով հնարավորություն են ունենում ծանոթանալ այդ դպրոցի մշակույթին, այդ համայնքի մշակույթին, կենցաղավարությանը, բարբառին ինչու ոչ։ Աշակերտներն ապացուցում են, որ համայնքը դա պարզապես այն վայրը չէ, որտեղ մարդիկ ապրում են, համայնքը ընկերասիրություն է ձևավորում, հետաքրքրություններ, նոր ձեռքբերումներ, որովհետև իրենք ունենում են ընկերներ, որոնք գուցե ամբողջ կյանքի համար կլինեն իրենց։ Միջոցառումն ավարտվեց երաժշտական կատարումներով և «Իմ կյանքը համայնքում» ծրագրի հիմնով։ Քրիստինա Մկրտչյան, Մարտին Գևորգյան, Ուրվեժ։